Գուանտանամոյի բանտի նախկին կալանավորներից առաջինի դատավարությունը քաղաքացիական դատարանում վերածվում է քաղաքական խնդրի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի համար։ Հարցն այն է, որ Աֆրիկայում ամերիկյան դեսպանատունը պայթեցնելու մեղադրանքով ձերբակալված թանզանիացին այստեղ դատապարտվում է մինչ այդ իր դեմ հարուցված 285 մեղադրանքներից միայն մեկի հարցով։ Եթե նախկինում Օբաման համոզված էր, որ քաղաքացիական դատարանները այնքան խիստ են, որ համապատասխան պատիժ կսահմանեն ահաբեկչության մեջ մեղադրվողներին, այսօր պիտի կանխատեսի, որ ռազմական դատարաններից նրանց գործը քաղաքացիական ուղարկելով ու այստեղ մեղադրանքների մեծ մասը հանվելուց հետո ինքը շուտով կանգնելու է քաղաքական իր հակառակորդների ավելի ուժեղ քննադատությունների տակ։ Արդյոք Վեսթմինստերյան աբայությունում իրենց ամուսնությունը կկնքեն Մեծ Բրիտանիայի թագաժառանգ իշխան Ուիլյամն ու Քեյթը, ինչպես սովորաբար տեղի ունենում թագավորական ընտանիքի անդամների դեպքում, սակայն սա կարող է այլ դեպք լինել, քանի որ Ուիլյամը հիշում է մոր իշխանուհի Դայանայի հուղարկավորությունը այս նույն տաճարում։ Մյուս հարցն այն է, թե ինչ ճոխությամբ է անցկացվելու այն։ Ըստ մոտավոր հաշվարկների հարսանիքը կկազմի 30-ից մինչև 75 միլիոն դոլար, ու հարց է Մեծ Բրիտանիայի բնակչությունը ֆինանսական դժվար պայմանների պատճառով կգոհանար թագավորական ավելի համեստ արարողությամբ, թե ավելի շատ կուրախանար այս արարողությամբ հիշելով Երկրորդ աշխարհամարտից հետո ծանր պայմաններում իր տատի Էլիզաբեթ II և ավելի ուշ հոր ու մոր ճոխ հարսանիքները երկրի տնտեսության խորը ճգնաժամի պայմաններում։ Հետզհետե ավելի մեծ թիվ են կազմում այն ամերիկացիները, ովքեր կարծում են, որ ամուսնությունը հնացած երևույթ է։ Նրանց 39%-ը կարծում է, թե ժամանակակից հասարակությունում ամուսնանալ այլևս անհրաժեշտ չէ։ Այժմ 3 երեխաներից մեկը ապրում է մեկ ծնող կամ չամուսնացած ծնողներ ունեցող ընտանիքում։